Նայողների հետ կապված իհարկե քրեակատվական հիմնարկներում միշտ եղել է այս մշակույթը, սակայն վերջին տարիներին դա կփաստեն մարդիկ, ովքեր որ փորձագիտական աշխատանք են նաև իրականացնում, համապատասխան դատախազական վերահսկման աշխատանքեր իրականացնում, օրինակ դատախազական համակարգը, ՆԻՊ-ը, դիտորդական խումբը, խնդրում եմ նայեք իրենց տված հաշվետվությունները եւ կտեսնեք, որ մենք տարեցտարի քրեական մշակույթի հետ կապված շատ լուրջ հաջողություններ ունենք։ Այսինքն խոսել նրա մասին, որ քրեական ենթամշակույթը կա։ Իսպար վերացել է։ Ոչ, իհարկե իսպար չի վերացել։ Ես ձեզ հակադարձ հարց տամ։ Մեր հասարակության մեջ իսպար վերացել է քրեական ենթամշակույթը։ Հատկապես ինքը որևէ լծակ չունի, ես ինչ կանոնով գիտեմ, լրագրող է եւ չի կարող դրա դեմ բացի հրապարակումները պայքարել։ Դուք պաշտոնյա եք դիտարկել։ Շատ լավ, մենք քրեակատվական հիմնարկներում ունենք բոլոր այն երևույթները հասարակության մեջ, բոլոր այն երևույթները, որոնք մենք ունենք իրականում հասարակության մեջ։ Այսինքն մեր հասարակության մեջ բոլոր շերտերով, բոլոր խնդիրները ավելի վառ եւ ավելի խտացված տարբերակով մենք ունենք քրեակապետություն եւ ինստիտուտներ բանակում դեպքում ասում են հասարակությունից, ռանգերում ասում են հասարակություն։ Վերջի շրջանում քրեական ենթամշակույթի հետ կապված ինչ հրապարակում ա եղել, եկեք ավելի առարկայական խոսենք։ Քրեական ենթամշակույթի ազդեցության հետ կապված ինչ հրապարակում ա եղել, ինչ խնդիր ա բարձրացվել։ Եկեք ավելի ես ձեզ հարցնեմ, որպեսզի նաեւ Նուբարաշենում, որ ասեցին Նուբարաշենում այդ լրատվական միջոցների կողմից իրականում բնորոշված ծեծի հետ կապված, որը որ եղել է կոնֆլիկտային իրավիճակ եւ դրա հետ կապված ծառայական քննություն նշանակվել, հանգամանքները կպարզվեն եւ դա աշխատակիցների միջև տեղի ունեցող կոնֆլիկտային իրավիճակ է եղել, որը ծեծ է եղել թե չէ, մենք հետագայում մեր ուսումնասիրությունների արդյունքում կպարզենք, բայց դա որ ծեծի մասին է։ Ոչ ասեցին որ նաև բողոքի ակցիա Նուբարաշենի ծմահների հետ կապվածն եք ասում։ Ծմահների հետ կապվածը իհարկե քրեական բարույթ նախաձեռնվել է եւ դա ինչպես որ մենք իրականում նշել ենք, մենք խոսք ունենք ոչ թե ծեծի, այլ համաչափ ուժի կիրառման հետ։ Եվ առաջին հարցը վերաբերյալ է առողջական խնդիրներու, մասնավորապես այս դեպքում Միքայել Աջապահյանի առողջական վիճակի վերաբերյալ ահազանգ շատ ուղիղ խնդրեց, որ անապահ վիրահատության կարիք կա, ձեզ դիմվել է առողջական խնդիրների հետ կապված, խնդրում եմ քրեակատվական բժշկության պոակին հասցեագրեք ձեր հարցերը։ Դուք տեղեկություններ չունեք։ Ես տեղեկություններ չունեմ, նաև իրավասություն չունեմ, այսինքն ինքը նաև բժշկական գաղտնիք է պարունակում եւ այս տեսակի տեղեկությունները մեզ չի հասցեագրվում։ Հնարավոր է, որ աշխատանքի ընթացքում որոշակի տեղեկություններ մեզ հասնում է, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք բժշկական գաղտնիքը պահպանելու խնդիր եւ բժիշկները պարտավոր չեն մեզ որևէ տեսակի, այսպես ասած, տեղեկատվություն։ Ինչ պայմաններում են պահվում Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Ինչ նկատի ունեք, ինչ պայմաններում են պահվում։ Պահվում են միջին պայմաններում, ոնց որ մյուս հուսամ չեք լինի, պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են մյուս ազատությունից զրկված անձինք։ Նուբարաշենում շատ զատ վիճակ է, ես մի անգամ Նուբարաշենի պայմանները համեմատության մեջ դիտարկելով ամենավատն են մեր քրեակատվական հիմնարկներում եւ դրա համար մենք այս տարի որոշակի ուսումնասիրություններ ենք իրականացնում Նուբարաշեն քրեակատվական հիմնարկի այլընտրանքներ փնտրելու համար։ Իհարկե մենք եւս հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը եւ դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք, այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատեսակցության սենյակներ են վերանորոգվել, սա որպես տեղային լուծումներ, բայց շենքային պայմանները այնպեսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք եւ հիմա քննարկվում է այլընտրանքային լուծումներ գտնելու։ Արտադրության նախարարը ասաց, որ առողջապահական ցանկ կա քրեակատարողական հիմնարկների դեպքում, թե ինչ առողջական խնդիրներով մարդիկ պետք է դուրս գան եւ այլն, այսինքն լուծումներ կարող եք ենթադրել, որ այն մահերը, որ եղել են մինչև հիմա, այդ ցանկի պատճառով է, որ այդտեղ չեն եղել, այսինքն իրենք ամեն դեպքում ես իհարկե միանշանակ չեն ստացել միջամտություն կամ օգնություն դրա համար Ես միանշանակ այդպիսի հետևություն չեմ կարող անել, որովհետև այս հարցի պատասխանն էլ գտնվում է քրեակատվական բժշկության կենտրոնի եւ առողջապահության նախարարության իրավասության շրջանակներում։ Ես կարող եմ իմ դիտարկումներն անել, այո, լինում են դեպքեր, երբ որ ես անձի առողջական վիճակը տեսնելով, ես որպես
այս դեպքում սովորական քաղաքացի, ով չունի բժշկության հետ կապված գիտելիքներ, մտածում եմ, որ այս անձը երևի թե ենթակա չի քրեակատվական հիմնարկում պատիժը կրելու։ Այս մասով իհարկե մենք կոմունիկացվում ենք մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ եւ վերջիններս նախաձեռնում են նաեւ 825 հրաման որոշումն է, նախաձեռնում են այդ որոշման մեջ փոփոխություններ անելու հանգամանքը։ Դուք Սրբոյի Գայլյանին գերում եք, Տիկին Գայլյանը այդ հարցին բազմիցս պատասխանել է, ես Սրբոյի Գայլյանին ճանաչել եմ, այո, եւ Չենք էլ շատ մարդկանց են ճանաչում, բայց չունենք ընկերական հարաբերություններ, հարցը ուղիղ է։ Հարցը քանի որ ենթատեքստ է պարունակում, Ես նորից եմ կրկնում, ես նախարարին միջև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ, բայց խնդրում եմ նաև մենք նույն կուրսում ենք սովորել կրիմինալոգիայի մագիստրոսական ծրագրում եւ ինչ է ուզում ստեղ շեշտադրել, այս հարցը շատ խոսվում է սրա մասին, սակայն խնդրում եմ նաև իմ կենսագրությունը Եվ տեսեք ես միջև քրեակատվական ծառայության ղեկավար լինելը, որտեղ եմ եղել, ինչ կրթություն եմ ստացել, ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, ես հոգեբան եմ մասնագիտությամբ, հոգեբան կրիմինոլոգ, հետո մագիստրոսական ծրագիրը ավարտել եմ կրիմինոլոգիա, որը որ հենց հանցավորության պատճառների վերաբերյալ գիտություն եմ։ Հոգեբան ղեկավար եւ 8 ինքնասպանության ներկայացուցիչ։ Այո, դրանից առաջ ես եթե այդպես դիտարկենք, ես 2020 թվականից սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքների ղեկավարն եմ եղել եւ մենք ունեցել ենք ավելի քիչ թվով ինքնասպանություններ, ունեցել ենք 3, 2 եւ 2024 թվականին ունեցել ենք 0 ինքնասպանության դեպք։ Ինքնասպանության դեպքերը աճը միանշանակ մեզ եւս շատ անհանգստացնում է, մենք անհատական վերլուծություն ենք անում ամեն դեպքով եւ փորձում ենք հասկանալ թե որտեղ են մեր սխալները, որը որ թույլ է տալիս այս իրավիճակը։ Որոնք են եղել այդ ինչ կամենասեր։ Պատճառները շատ տարբեր են եղել, ունենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, ունեցել ենք անձինք, ովքեր նաեւ իրենց կատարած հանցանքով պայմանավորված չեն կարողացել համակերպվել այդ խնդրի հետ, իրենց կատարված արարքի այնպիսին է եղել արարքը ունեցել ենք անձ, որոնք որ հոգեկան առողջության խնդիր չի փաստվել անձի մոտ, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում անձի մոտ եղել են որոշակի հոգեկան առողջության հետ կապված դրսևորումներ, որոնք որ հետագայում անձը չի բարձրաձայնել դրա մասին, քրեակատվական հիմնարկը եւ այսպես ասած համապատասխան ծառայությունները դրա մասին չեն իմացել եւ անձը վերջնական արդյունքում կատարել է ինքնը։